Սկզբում պլանավորում էի ամեն օր վլոգ նկարել, բայց հետո ամենօրյա վլոգները դարձան ամեն շաբաթյա, հիմա էլ կամաց-կամաց ոնց որ շտարվում են ամեն ամսյա։ Մի խոսքով այսօր առավոտ ես ինձ չափալախ տվեցի ու ասեցի ամոթները լավ բան վարդուի, ժամանակն է նկարվածը մոնտաժել ու նորմալ գցել արտել։ Մի խոսքով 5 հյումրվա ավանդույթներից է բորանի ուտելը։ Ու բոլոր նրանք, ովքեր հենց նոր ասեցին, որ մազնի սերը պիտի կտրես նախքան սխտոր մածուն սարքելը, ասեմ, որ խանութի մածունները թամամ սերել չունեն, որ մի հատ էլ կտրեմ։ Ինձ բարի ախորժակ, ձերս էլ բարի դիտում։ Ուրեմն այս շաբաթվա ընթացքում ամբողջ ընթացքը եղել է կամ նկարահանումներ, կամ աշխատանքը։ Մի խոսքով ինչ որ անում էի, միանգամից նկարահանել եմ, գծել եմ, շորտսերի տեսքով ամբողջը կարող եք նայել, թե շաբաթվա ընթացքում ինչ եմ արել։ Մի խոսքով ցերեկներ աշխատում էինք, իրիկուններն էլ սրանց հետ էինք խաղանում։ Էլի նկարում եմ, էլի խաղ եմ անում սրանց հետ, մի խոսքով գնացել էի գնումներս Օզոնի ու Wildberries-ի վերցնելու և ինչպես միշտ լիքը աղբ է ելնում ամեն անգամ գնումներից հետո։ Նախորդ թռիստից երևի արդեն հասկացաք, որ AliExpress-ից ու Օզոնից իմ գնումները արդեն եկել հասել են տեղ։ Ուրեմն UV Small-ը ու լամպ եմ առել, ուլտրավիոլետովի։ Սկզբից գցեցի ձեռքից, հետո հիշեցի, որ ուլտրավիոլետ ենք անել օգտակար չէ։ Մի խոսքով ձևափոխումը նոր հետաքրքիր որակով թափ կապնի UV Small-ի հետ, այսպիսի քորոցներ եմ պատվիրել, սրանք հետաքրքիր զարդ եմ տեսել ու ուզում եմ սարքել դրա համար են, դեռ կսարքեմ իմ համար, բայց եթե ցանկություն ունեցող լինի, նաև պատվերներ կընդունեմ և քորոցիկներն են, քորոցիկ, մեղիկ, պին, ով ոնց ուզում։ Այս դանակի վատն է, որ մի քանի անգամ կտրելուց հետո վրայի լեզվին քորանում է ու պիտի հանես փոխես։ Փոխելու համար ընդամենը այդ նարնջագույն դետալի միջից պիտի հանեմ լեզվին, դնեմ նորը ու նարնջագույնը դնեմ տեղը։ Այս փոքրիկ սրիչն է ինձ պետք։ Նարնջագույն դետալը ունեմ, նույնիսկ ոչ մի հատ, մի քանի հատ, բայց բանն այն է, որ ու ինձ պետք չի այդ նարնջագույն դետալը ոչ մի տեղից պատվիրել, բայց բանն այն է, որ ոչ AliExpress-ում, ոչ Օզոնում, ոչ որևէ այլ օնլայն հաստատում ես չեմ կարող գտնել հենց այդ սրիչը, փոքր սրիչը, որը պիտի փոխվի, բայց փոխարենը գտնում եմ լիքը պլաստմաս։ Ոնց եմ ներվայնանում, երբ որ ցելոֆանի մեջ մի հատ նորից ցելոֆան են դնում։ Մի խոսքով պահպանեք մեր սիրելի մոլորակի էկոսիստեմը, խնդրում եմ։ Ուրեմն այսպիսի թղթեր է, ալբոմը պատրաստելու եմ մի հատ աղջկա համար, ով շատ է սիրում ձմեռը ու շատ է սիրում ձյունը։ Այո, բոլոր նրանք, ովքեր այս տաղյուրդի բողոքում էին ձնից, ինքը ուղղակի հիանում էր ձյունով ու վայելում էր այդ եղանակը։ Կան մարդիկ, ովքեր սիրում են ձմեռը, այո։ Հիմա ալբոմը լինելու է ձմեռային ամբողջությամբ թեմայով։ Այսպիսի ձյունիկներ, ձնեմարդ, նոր տարվա թեմատիկա և այլն։ Մի քանի ևս դանակ, կասետ ու պլաստինկա է այստեղ։ Դուռը պատվիրել էի, պարզվեց միայն նույն դուռն է, ինչ որ ունեի արդեն։ Եվ վերջինը այսպիսի հին հեռուստացույց։ Ուզում էի խոսել վարդագույնի հարկի մասին, բայց ձեռքից չկար կոնկրետ օրինակ։ Եվ ահա վերջի գնումներից հետո այդ օրինակը հայտնվեց։ Ուրեմն պատվիրել եմ կուկցի ու կուսաճկաներ։ Հիմնականում օգտագործում էի եղբորս գործիքներով, բայց հիմա ոնց որ գործը շատացել է ու հարմար չի ամեն անգամ իրանից խնդրել գործիքը։ Դրա համար պատվիրել եմ հիմա։ Ուրեմն ինչու՞մն է կայանում վարդագույնի հարկը։ Այն ամենը, ինչը արտադրվում է թե տղամարդկանց, թե կանանց համար, կանանց համար արտադրված գործիքները կամ հագուստը կամ ամեն ինչը ավելի քիչ է ընտրության հնարավորությունը որակով ավելի ցածր է եւ միակ տարբերությունը, որ կարող ենք համարել, որ կանանց համար է, ինչ որ ձևի կանանց է հարմարեցրած, դա այն է, որ ներկած է վարդագույն գույնի։ Եվ բացի դրանից նաև ավելի թանկ է, քան նույն գործիքը, որը արտադրված է տղամարդկանց համար։ Հենց դրա համար էլ այդ գնային տարբերությունն էլ անվանում ենք վարդագույնի հարկ։ Ուրեմն գնել եմ այս կուսաճկան, փորձում եմ, այն
ոչ թե կտրում, այլ բառի իմաստով ծամում է մետաղը։ Եվ հիմա կարող եք ասել դու կին ես ուղղակի, դրա համար ձեռքիդ ուժը չի բավականացնում։ Դա արտարացում է բոլոր արտադրանքների վատ լինելու համար։ Դու կին ես, քեզ հարմար չէ, դու կին ես, քեզ քո ձեռքի ուժը բավարար չէ եւ այլն։ Բայց դա ընդամենը գեղձիկ է, քանի որ նույն գործիքը տղամարդկանց համար արտադրված մի քանի անգամ ավելի որակով է։ Եթե դու չես օգտագործում տղամարդկանց համար նախատեսված գործիքը, դու դրա մասին տեղյակ չես։ Ահա նայեք, հապ, այդ ոնց ստացվեց, որ նույն ձեռքը, նույն ուժը ունեցող մի գործիքով կարող է կտրել, իսկ մյուսով ոչ։ Եվս մեկ անգամ եմ ցույց տալիս նույնը։ Տեսեք։ Երբ որ խոսում ենք գենդերային անհավասարության մասին, այսօր շատ դեպքերում ոչ թե իրավունքի մասին ենք խոսում, այլ այսպիսի մանրուքների, որոնք կանանց կյանքը դարձնում են ավելի անհարմար։ Այն, որ սմարթֆոնների չափը հարմարեցրած է տղամարդու ձեռքին եւ դրա պատճառով մեր դաստակները ցավում են։ Այն, որ սպորտային կոշիկը կամ սպորտային հագուստը եւս տղամարդու կազմվածքին համապատասխան է ստեղծվում, դրա համար շատ դեպքերում ոտքի ցավեր, տրավմաներ կանայք ավելի շատ են ունենում։ Աղջիկների համար տաքսիները անվտանգ չեն։ Գյումրիում մի հատ դեպք է եղել, ջայր աղջիկը պատվիրել է տաքսի ինստիտուտից տուն գալու նպատակով, նստել է, պարզվել է, որ վարորդը հարբած է, ընթացքում փակել է դռները, վարորդը չի թողել, որ դուրս գա, մի կերպ համոզել է, որ խանութ պիտի մտնի, դուրս է թողել ու փախել է։ Եթե դուք որպես ծնող մտածեցիք, որ աղջիկս էլ կյանքում չեմ թողնի, որ տաքսի նստի, շնորհավորում եմ, դուք տապալել եք ձեր ծնող լինելու քննությունը։ Իսկ եթե մտածեցիք, ինչ անեմ, որ այդ իրավիճակում աղջիկս կարողանա տիրապետել իրավիճակին ու ողջ առողջ տուն վերադառնալ, ուրեմն դուք բավականին լավ ծնող եք։ Դեպքը կարող է պատահել ոչ տաքսու մեջ, կարող են փախցնել աղջկան, անկախ նրանից ինքը տաքսի կանչել է, թե չի կանչել։ Եվ այն, թե ինչպես ինքը իրեն պահի նման իրավիճակներում, ավելի լավ է սովորեցնեք, քանի դեռ դուք իրա կողքին եք, քանի դեռ դուք կարող եք օգնել, խորհուրդ տալ, ուղղել իրա գործողությունները, քան թե այն ժամանակ, երբ որ դուք իրա կողքին չեք լինի։ Եվ այսպես մի քանի կանոն աղջիկների համար, որպեսզի իրանք անվտանգ տաքսի նստեն, անվտանգ տեղ հասնեն։ Առաջինը, եթե հնարավոր է նույն ուղղությամբ եք շարժվում դուք եւ ձեր ընկերուհիները, ավելի լավ է միասին մի տաքսի կանչեք ու միասին գնաք տուն։ Եթե լրիվ տարբեր ուղղություններով է, ցանկալի է, որ յուրաքանչյուրդ ձեր ընկերուհու համար տաքսի կանչեք եւ ձեր հեռախոսով հետևեք, արդյոք տաքսին ճիշտ ուղղությամբ է գնում։ Հաջորդը, անպայման նշեք վերջնակետը, թե ուր պետք է գնաք, որովհետև հետո կարող եք ապացուցել, որ ես ուզում եի այստեղ գնալ, իսկ ինքը այս կոնկրետ այս ճանապարհով, իսկ ինքը սխալ ուղով է ինձ տարել։ Հաջորդը, անպայման տաքսու մեջ նստում ենք վարորդի հետևի նստարանին։ Սա միակ տեղն է, որտեղ վարորդը ձեզ չի կարող դիպչել, բայց դուք ընդհակառակը լրիվ հանգիստ կարող եք նրա քներակին վզին հասնել։ Եվ այսպես հաջորդը, եթե դուք զգում եք, որ վարորդը ոչ ֆորմալ է ձեր հետ խոսում եւ դա ձեզ դուր չի գալիս, նույն րոպեին զանգում եք ծնողներին կամ ամուսնուն տեսազանգով եւ խոսում եք բարձրաձայն։ Այդ ընթացքում ասում եք, որ նստել եմ այսինչ տաքսին, համարն եք նշում, վարորդի անունն եք նշում։ Իսկ ծնողը կամ ձեր խոսակիցը այդ ընթացքում պարտադիր պայմանավորվեք ձեր ծնողի հետ, որ եթե նման տեքստով եք դուք իր հետ խոսում, ինքը պարտադիր ասում է, որ արդեն դուրս է եկել ձեզ դիմավորելու։ Եթե ստացվում է, որ ձեր ծնողը չի պատասխանում զանգին 2 անգամ, զանգում եք, չի պատասխանում, հարմար չի վերցնում, անպայման հեռախոսի մեջ ունեցեք վիդեո։ Ուրեմն այդպիսի վիդեոներ շատ կան ինտերնետում, դա նույն խոսակցությունն է տղամարդու ձայնով կամ մեծահասակ կնոջ ձայնով, համապատասխան էլի մամ, ես այս տաքսիի մեջ եմ, ընդմիջումներով, երբ որ ինքը ձեզ պատասխանում է, որ դուրս է եկել արդեն դիմավորելու։ Անպայման այդպիսի վիդեո ունեցեք հեռախոսի մեջ ամեն դեպքում։ Դիտարկենք ավելի վատ դեպք, եթե վարորդը սկսում է ավելի ոչ adekvat պահվածք ձևավորել, այսինքն այդ զանգից հետո սկսում է գոռալ, փորձում է ձեր ձեռքից խլել հեռախոսը, փակում է ավտոմեքենայի դռները, բլոկավորում է, որպեսզի դուք չկարողանաք դուրս գալ։ Այս իրավիճակում անպայման ձեռքը վերցնում ենք ինչ-որ սուր գործիք, կարևոր չէ, կարող է լինել մատիտ, կարող է լինել գրիչ, կարող է լինել ցանկացած այլ բան։ Սուր ծայրը դեմ ենք տալիս վզին ու ստիպում ենք, որպեսզի բացի ավտոյի դռները ու դուրս ենք գալիս։ Ցանկացած իրավիճակում ցույց չտաք ձեր վախը, եղեք մաքսիմալ ինքնավստահ, երբեք ձեզ իմ խորհուրդները պետք չկան։ Խոսեցինք անվտանգությունից էլ, խոսքով
Կարծես 3 էր, որ ձմեռային շորերն էի հանում և ահա արդեն ամառային հանելու ժամանակն է: Խոշոր դասավորությունը անում եմ հիմա, սեզոնափոխության ժամանակ: Առհասարակ մտածում եմ ինչքան լավ են ապրում տրոպիկական երկրների մարդիկ, որոնց պետք չեն ոչ նազկիներ, ոչ սվիտրներ, ոչ ձմեռային արտահակուս, ոչ սապոգներ, ոչ էլ մի քանի շերտ իրար վրա շոր հագնել: Ու հա տան ջեռուցումն էլ չմոռանանք նաև: Մի խոսքով, վուալյա, փոքրիկ ձեռքի շարժումով ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ամեն օր մաքրություն անել չեմ սիրում, ինչ ճիշտ տնե, բայց այսպես երբ որ հավեսով, մուսատեղը, կարգին դասավորություն ես անում ու հետո գոհանում ես քո արած աշխատանքով, դա շատ է ինձ դուր գալիս: Բացի տնային գործերից, բացի գործերիցս, բացի նկարահանումներից նաև դասընթացի եմ մասնակցում, քանի որ ինձ բավականին հետաքրքրում էր ազգային հագուստի զարդերի թեման և շոր կարելուց ու զարդեր պատրաստելուց շատ բացեր կային իմ գիտելիքի մեջ, մտքերի մեջ, գրվեցի այս տարազի դասընթացին, դեռ նոր է, ընթացքում երևի տեղեկություններ կհայտնեմ իմ ունեցած հաջողություններից: